Հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Էրգրի համ հաղորդաշարն է։ Այսօր քայլելու ենք Վանի արմատների հետքերով։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա իմ հյուրը հոկեբան ֆուտբլոգեր Էլեն Ավետիսյանն է։ Ողջույն Էլեն ջան։ Ողջույն Վահե ջան, նախ ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել ինձ այստեղ հյուրընկալելու համար։ Սա իսկապես մեծ պատիվ է ինձ համար, որ գտնվում եմ Էրգրի համը հաղորդաշարին։ Շնորհակալ եմ անչափ։ Ես էլ եմ շնորհակալ Էլեն ջան, որովհետև կարևոր է քայլել արմատների հետքերով եւ մենք այսօր քայլելու ենք քո արմատների հետքերով։ Քո արմատները տանում են մեզ դեպի որտեղ։ Հայրական կողմից դեպի Վան, իսկ մայրական կողմից դեպի Լոռի Սպիտակ։ Հետաքրքիր հակադրությունն է վանեցիներ եւ լոռեցիներ այս տարբերակը, բայց կարծում եմ հետաքրքիր համադրություն է ստացվել ամեն դեպքում։ Քո տեսակը հենց դրա արտահայտման միջոցներից մեկն է, հա, երկուսի, եւ ես ուզում եմ հասկանալ այն փաստը, որ լոռեցիների եւ վանեցիների խոհանոցը բացառապես իրարից տարբերվում է, քանի որ իրարից տարբերվում է, մենք իհարկե այսօր ընտրեցինք Վանի խոհանոցը, որտեղ հայրական կողմը Վանից էր, հետեւաբար մենք այսօր պատրաստելու ենք Վանի խոհանոցից ճաշատեսակ։ Իհարկե կանրադառնանք նաև մանկության համին, բացահայտելով եւ Լոռիի մանկության համը եւ Վանի շրջանից, եթե ընտանիքը իհարկե պահպանել է եւ պատրաստել է Վանից որևէ կերակրատեսակ։ Նախ ներկայացնենք բաղադրատոմսը, հետո կանցնենք բուն մեր խոսակցությանը։ Ուրեմն մենք այսօր պատրաստելու ենք վանաճաշ կամ քալագյոշ տարբերակը, կամ հաճախ ասում են նաև վանախաշ, որովհետեւ սա ընտանեկան մի սովորույթի համաձայն բոլորով հավաքվում էին եւ այս վանաճաշը կամ խաշը միասին ուտում էին, որտեղ խաշի նման լավաշով բրդում են եւ այս process-ը ընթանում է ընտանիքի անդամների հետ միասին։ Մեծ արարողակարգ է, այո։ Մեզ դրա համար անհրաժեշտ է։ Ուրեմն այստեղ ունենք աղիթան, որը Սյունիքի մարզում ասում են պսկաթան, դա չորաթանի թաց թան տեսակն է, որը արվում է մի քանի անգամ քամված մածունից, նախ մածունը մերվում է, եփվում է գազօջախին, հետո լցվում է տոպրակների մեջ, քամվում է ամբողջությամբ, հետո իր հետ խառնում են չոր աղ եւ այդ ամբողջը խառնում են այդ ամբողջի հետ լցնում են որպես չորանալու համար կամ եթե չեն ուզում չորաթան պատրաստել պարզապես բանկաների կամ կարասների մեջ նախկինում լցնում այդպես պրես էին անում այսինքն սեղմում էին եւ վրան ավելացնում էին հալած յուղ որպես բնական կափարիչ որովհետեւ օդի մուտքը այնտեղ պետք էր արգելել քանի որ նա ունի բորբոսելու հատկություն բայց այստեղ պետք չի որ բորբոս լինի որովհետեւ համը ամբողջովին փոխում է ի հակառակ հորած պանրի սա բորբոսման process չի անցնում։ Մենք ունենք այստեղ հենց աղիթանն է կամ պսկաթանը եւ վաճառքում կա եւ կարող եք գտնել այս պահին գյուղերում նաեւ որտեղ շատ գյուղերում այն պատրաստում են։ Այստեղ ունենք ոսպ խաշված տարբերակով, կարող եք իհարկե նախապես թրջել, խաշել, որովհետեւ ինքը ընթացքում թանի հետ չի եփվում, առանձին է եփվում, միայն խառնվում է մատուցելու ժամանակ։ Ամենակարևոր բաղադրիչը, որ այստեղ ունենք, դա սոխառածն է ամբողջությամբ, որ պետք է առատ կարակով լինի եւ շատ սոխառածով, որտեւ այս ճաշատեսակի նրբահամությունը եւ յուրահատկությունը փոխանցվում է հիմնականում սոխառածի միջոցով։ Մեզ դրա համար անհրաժեշտ է 3 մեծ գլուխ սոխ, այստեղ ունենք կարակ, մի փոքր ձիթայուղ, որպեսզի կարակը չայրվի, որտեւ ունի այդ հատկությունը ամեն դեպքում կարակը եւ ունենք այստեղ լավաշ։ Մենք երկու ձև լավաշ կպատրաստենք, մեկը կկարմրացնենք, մեկը ուղակի 4 տարբերակով կմատուցենք։ Բացառիկ համ եւ բույր բերող այսպես առաջարկ եմ անելու, որ մենք օգտագործենք բույրը դու սկզբանե զգացել ես, այո։ Սյունիքի մարզում հայտնի է նաեւ Նախիջևանում այս կանաչու տեսակը, որը բնական դաշտում է աճում, իրեն անվանում են մարալոթի տարածաշրջանում։ Իսկ իր գրական անվանումը եղնիկախոտ է, որովհետեւ մարալը նույն եղնիկն է, հետեւաբար եղնիկախոտ է։ Շատ հետաքրքիր է հեռուստադիտող ովքեր որ չի տիրապետում այս խոտին եւ երբևիցե չի տեսել այս խոտը, հոտի մասին կուզենամ տեղափոխենք եւ բացատրենք ինչ բույր ունի սա, ուրեմն չամանի խմելի սունելի բույրը, եթե խառնենք իրար, կստացվի այս կանաչու բույրը։ Առանց որևիցե բացառության ունի այս կանաչին այդ բնական բույրը, որը եւ մենք օգտագործում ենք տարբեր ճաշերի մեջ։ Այնպես որ ես առաջարկում եմ ընդմիջել, վերադասավորվել եւ իհարկե անցնել բուն մեր խոսակցությանը։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք եւ այս պահին անցնում ենք բուն գործընթացին, Էլեն ջան։ Ես առաջարկում եմ ուրեմն այստեղ թանը բացել, եռացնել, որովհետեւ այդ գործընթացը մի քիչ երկար է տևում։ Հետո իհարկե անցնելու ենք բուն սոխառածի պատրաստման ընթացքին ու հավաքմանը։ Ես առաջարկում եմ դու միջև սոխը կկտրատես, ես փոխանցեմ այստեղ,
հա, մի փոքր այստեղ բերենք տախտակը, ես միջև այդ թանը կբացեմ։ Անդրադառնանք քո մանկության համին, քանի որ դու ասացիր Վանից են արմատները եւ լորից, հետաբար դրանք տարբեր խոհանոցներ են եւ ի՞նչն է քո մանկության համը, որ ճաշատեսակը, հա, այսպես ներկայացնեմ։ Նախ ցավով նշեմ, որ հայրական կողմից տատիկին չեմ տեսել, փոքր եմ եղել, այսինքն մի քանի ամսական, երբ մահացավ ու վանական այդ համեղագույն խոհանոցը չեմ ճաշակել։ Ցավոք։ Ցավոք, իսկապես ցավոք, բայց այնքան է հայրիկս պատմել այդ ամենի մասին, որ իրենց տատիկը էս էր պատրաստում, այն էր պատրաստում, գառան մսով շատ համեղագույն կերակուրներ էր պատրաստում ու միշտ իմ մեջ հետաքրքրություն էր արթնանում, որ մտնեմ, փնտրեմ, գտնեմ, թե այդ Վանի խոհանոցը այդքան գովում է հայրս, ինչ առանձնահատկություններ ունի եւ առաջիններից մեկը հենց այս վանաճաշն է, որ այսօր մենք միասին պատրաստում ենք։ Իմ մանկության համը եղել է ավելի շատ լորվա կողմից, մայրիկիս մայրն է պատրաստել միշտ, այնպես որ ասեմ հատուկ ճաշատեսակ կար, որ միայն իրենք էին պատրաստում սուտ կասեմ։ Վառարաններ կար, փայտով որ վառում էինք, տաքանում էր, այդ ժամանակ տատիկս պլեջ էին կանում կարտոֆիլը ու շերտված, այսինքն կարտոֆիլներ, հա պլեջ էին ասում իրենք եւ դնում էինք լավ կարմրացնում էինք ու լոռու մարզից մեզ ուղարկում էին ռեժան, ասենց համեղ յուղոտ գցում էինք վրան ու վայելում։ Այդ դա կարող եմ ասել իմ մանկության համն է, այո, ինչպես երևում է։ Լավն էր։ Էլեն ջան, ես ուզում եմ անդրադառնալ քո մասնագիտությանը, քանի որ այս պահին ֆուդ բլոգինգով ես զբաղված, բայց նաև դրա հետ համատեղ այլ մասնագիտություն ունես, որը քո հիմնական մասնագիտությունն է։ Դու մասնագիտությամբ հոգեբան ես։ Այո, հոգեբան։ Եվ ուղղվածությունը մանկական հոգեբանություն։ Աշխատում ես որպես մանկական հոգեբան այս պահին։ Այո։ Այս ժամանակաշրջանի մանկական հոգեբանության մեջ ամենաշատ հայտնվող դեպքերը ինչի շուրջ են կենտրոնանում։ Մոր հետ հուզական կապը բացակայում է։ Դա նրա արդյունքում է, որ բոլոր մայրիկները անխտիր աշխատում են, դա գովելի է, դրա մասին չէ խոսքը, բայց երբ վերադառնում են տուն աշխատանքից, իրանք միշտ հոգնած են, իրենք ժամանակ չունեն երեխայի հետ անցկացնել երեկոն։ Խոսքը ոչ բոլորի մասն է, հարգելի է ոչ բոլորի, բնականաբար։ Չկեղեքեք եւ չպախարակեք։ Ոչ բոլոր, բնականաբար, նաեւ մեծ դեր է տանում հեռախոսային խաղերը եւ սոցցանցերը, որտեղ որ ծնողները անընդհատ մեջն են ու կրկին երեխային բավարար ուշադրություն չեն տալիս։ Եվ դրա արդյունքում ունենում ենք շատ խնդիրներ, նաեւ խոսեմ բաժանությունների մասին։ Այս հատվածում շատ են բաժանությունները ու դրա հիմքում տուժում են երեխաները։ Միանշանակ։ Այսինքն դա ոչ դրական կերպով ազդում է նաև երեխաների հոգեբանության վրա եւ քանի գնում տարեց տարի ավելանում է այդ այսպես ասած սովորություն ասեմ թե չգիտեմ ինչ, հա, իրար չհասկանալու։ Այո, պատասխանատվության զգացում չունեն, այսպես կարող եմ ես ասել։ Հիմա Էլեն ջան, ես այդտեղ արդեն պատրաստ է, ես առաջարկում եմ այնքան որ կտրատերս լցնեմ, իջև դու մնացածը կտրատես, որովհետեւ այստեղ կարող է կարագը արդեն այրվել։ Շատ գեղեցիկ կարմիր սոխառած եմ ստացել այստեղ։ Դու ասացիր, որ սոխառած չես սիրում, չէ՞։ Չէ, չեմ սիրում, բայց սա այն դեպքերից է, որ պարտադիր պետք է փորձեմ։ Նախ նշենք, որ մարալոթին մեջ լցրել ենք բույրը ավելի բացելու համար։ Ճիշտ է մի փոքր հատվածը ավելացնել, որպեսզի այդ բույրը ամբողջությամբ տարածվի, որովհետև ինչքան էլ որ տաք ճաշի վրա լցնում ես, ինքը այդ չափով չի բացվում, որքան որ յուղի մեջ է բացվում, որտեվ եթե դա յուղի հետ եւ յուղի այդ ամբողջը ինքը սկսում է աշխատել, այնպես որ կարելի է այդ տարբերակը եւս կիրառել։ Հիմա ես նաեւ այս սոխը կտապակեմ ամբողջապես, միջև որ դու կավելացնես այդ հատվածը սոխի մնացած, քանի որ հոգեբանությունը նաև սերտ կապված է բլոգերության հետ, որովհետև բլոգեր լինելու համար մի փոքր պետք է լինել հոգեբան, լսարան հավաքելու, լսարանին պահելու, իհարկե ոչ միայն հոգեբանությունն է կարևոր այդտեղ, նաև ձայնի ինտոնացիան, կարողանալ էսթետիկ մատուցել ամեն ինչը, հետևաբար այս ամեն ինչը կարևոր են բլոգերի կայացման համար, հա։ Ձեր լսարանը երբ հավաքվեց եւ ինչի արդյունքում, որ օրը որոշեցիք, որ դուք պետք է բլոգինգով զբաղվեք եւ ինչն էր դրա պատճառը, հա, որ սկսեցիք զբաղվել բլոգերությամբ։
Նախ ասեմ, որ շատ հաճախ են ինձ իմ ընկերները ասել, որ ինչու բլոգ չես վարում, քո մոտ խոսքը լավ է, Բայց մինչև այդ տանը պատրաստում եք։ Հա, Սա վերցրու։ պարտադիր։ Պարտադիր տանը պատրաստում էի, քանի որ ապրում եմ հայրիկիս ու մայրիկիս հետ։ Անող դնող աղջիկ եք։ Էդ է ուզում ասեի, որ ոչ։ Ավելի շատ մայրս է այդ ամեն ինչով զբաղվում, իմիջիալոց շատ համեղ է պատրաստում մայրիկս, բայց որ հավես է ունենում եւ ժամանակ, մտնում էի խոհանոց ու բում։ Անում էի շատ հավես ստեղծում էի շատ հավես ու համեղ ուտելիքներ ու միշտ ասում էին ինչու չես բլոգով զբաղվում, համ արդիական մասնագիտություն է, համ կարողանում ես խոսքդ ճիշտ մատուցել ու օգոստոսի 26-ին 2024 թվականին Այդ բախտորոշ օրը երբ հորս ու մորս ուղարկեցի Ծաղկաձոր հանգստի հետաքրքիր էր տանը մենակ էի ու քանի որ մայրը տանը չէր եւ դու բան չունեիր ուտելու սկսեցիր բլոգ վարել Այ հենց այդպես էլ եղել է։ Սիրտս լամաջո ուզեց, մսալոշ նույն ինքը։ Հետաքրքիր է։ Որոշեցի, որ պետք է ես ինքս պատրաստեմ ու նկարեմ։ Նու շատ անորակով եմ, որակ չկար բացարձակ նկարածից մեջ, բայց հոլովակը տեղադրելուց հետո բում եղավ։ Ես իսկապես չէի սպասում, որ այդպիսի արձագանք կլինի ու որոշեցի երկրորդը, երրորդը եւ այդպես կատարելագործեցի։ Ու հիմա ունենք այն, ինչ ունենք։ Բնականաբար ավելի փորձում եմ մասնագիտանալ այս ամենի մեջ, որպեսզի ավելի գրագետ կոնտենտ մատուցեմ իմ լսարանին։ Հուսամ կստացվի Վահե ջան։ Դե իրականում վատ չի ստացվել դեռ ինչքան ժամանակ է։ Շնորհակալ եմ անչափ։ Այնպես որ շարունակական բնույթ է պետք եւ երկար ու ձիգ այսպես աշխատանք ել ավելի զարգացնելու եւ դա առաջ տանելու համար։ Էլեն ջան, այստեղ սոխառած արդեն մեզ մոտ պատրաստվում է, այստեղ թանը տաքացել է եւ ես առաջարկում եմ իհարկե ընդմիջել, քիչ հետո լավաշի կտրելու այդ process-ը իրականացնենք եւ կվերադառնանք։ Արգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք, այստեղ մենք արդեն լավաշն ենք նախապատրաստում, որպեսզի դասավորենք ամանների մեջ կտրատած, հա։ Էլեն ջան, նախքան մենք այս գործընթացը իրականացնենք եւ այստեղ սոխառածն է արդեն պատրաստվում, թանը եռում է, այսինքն բոլորը կիսաֆաբրիկատ, կիսապատրաստ վիճակում են գտնվում։ Ես ուզում եմ անդրադառնալ հատկապես այն ճաշատեսակին, որը քո սիրելի ճաշատեսակներից մեկն է եւ դու միշտ պատրաստում ես, որն է այդ ճաշատեսակը։ Ճաշատեսակ որպես այդպեսին չեմ ասի, այլ ավելի շատ աղցանք ասեմ, դա իջ աղցանն է, որն էլ որ մեր ընկերության եւ ծանոթության պատճառը դարձավ։ Ու շատ հետաքրքիր, այո։ Հա, իսկապես։ Իջ աղցանը ես շատ եմ լսել ու միշտ մտածել եմ Արևմտահայկական խոհանոցից, նշենք դա կարևոր մի փաստ, արձանագրենք, որ Արևելյան Հայաստանի աղցաններից մեկն է, որի անվանումը շատ հաճախ առաջացնում է դժգոհության պատճառ, բայց սիրելի հեռուստադիտող, եկեք մի բան պայմանավորվենք։ Եթե մենք չգիտենք մի բանի մասին, պարզապես չենք պնդում, որ դա հայկական չէ։ Իջ աղցանը հայկական աղցան է, Արևմտյան Հայաստանի լավագույն համով եւ համեղ աղցաններից մեկն է, որը թաբուլեին ընդհանրապես նման չէ, որտեղ ճիշտ հակառակն է, թաբուլեում կանաչին է շատ, այստեղ բլղուրն է իր քանակով շատ, չնայած որ հարաբերակցությամբ համարյա թե բաղադրիչները նման են, բայց դա կարևոր չէ։ Պատրաստման ձևն էլ է տարբերվում, մենք սոխառած ենք անում, որի ժամանակ լցնում ենք համեմունքներ, ավելի համը բացելու համար, նոր հետո թրջած բլղուրը, տոմատի մածուկը, այստեղ բլղուրը նաև եփվում է մի քանի րոպեով, բայց դասական թաբուլեի մեջ պարզապես թրջում ենք, այո։ Եվ քանի որ սա հիմնականում ծանոթ է սփյուռքահայերին եւ արևմտահայոց խոհանոցին, հայկական լեռնաշխարհի արևելյան Հայաստանի հատվածում մենք չենք օգտագործում, հետաբար արևելյան Հայաստանում մեզ քիչ ծանոթ է ու բառը հաճախ մեզ մոտ առաջացնում է ասոցիացիա, որ դա հայկական աղցան չէ, հա։ Եվ ուզում եմ եւս մեկ անգամ անդրադառնալ, որ դա դասական հայկական աղցան է, որը պատրաստել են արևմտյան Հայաստանում։ Անվանումը որտեղից է գալիս, իջ անվանումը
անվանումը հենց իջլի կամ իշլի անվանումն է, որը որ իշլի քյուֆտա ենք մենք շատ հաճախ ասում, դա մեջով կամ լցոնել բառն է, պարզ է, որ եթե հայկական լեռնաշխարհը որոշակի ժամանակ Օսմանյան տերության տիրապետության տակ էր, պարզ է, որ որոշ բառերի ազդեցություն կարող է ունենալ, այո, եւ կար ժամանակահատված, երբ որ հայերեն արգելված էր խոսել եւ մի շարք այլ փաստեր ու ֆակտորներ կան, որոնք որ գործել են, հետեւաբար աղցանի անվանումը դեռևս չի նշանակում, որ դա հայկական չէ, այն բացառապես հայկական է եւ դուք կարող եք որպես ազգային խոհանոցի աղցան ձեր սեղանին մշտապես ունենալ։ Այս հարցի լուծումը հետևյալն է։ Աբսուրդ մեկնաբանություններ էին, իսկապես սկզբում շատ էին եղվում, բայց հետո ձեր գրառումից հետո այն որ ասում եմ սիրտս հովացավ։ Գիտեք, հաճախ մեկնաբանությունների մեջ լինում են այդ գրառումները, որովհետև շատերը մեղավոր չեն, որովհետև հաճախ մեր թշնամի պետությունները այնպես են ռոպագանդում այդ աղցանները, ճաշատեսակները, որ դիտելության քանակով հաճախ իրենք տեսնում են դա որպես այլ երկրի մշակույթ։ Ցավոք դա մեր մշակույթն է, որը որ վերջերս է սկսել հանրայնացվել բլոգերների կողմից, ֆուդբլոգերների կողմից եւ դա էլ ավելի ուրախալի փաստ է, որ մենք ծանոթանում ենք մեր մշակույթին։ Հետեւաբար պետք է կրթվել, ծանոթանալ ձեր մշակույթի հետ, հետո նոր պնդումներ ու փաստարկներ բերել։ Մենք այստեղ արդեն սոխառած ունենք պատրաստ վիճակում, քիչ հետո արդեն պատրաստ կլինի ամբողջապես, ոսպը պատրաստ է, լավաշները պատրաստ են եւ մենք կանցնենք արդեն ամանի հավաքմանը, հետո արդեն երբ որ պատրաստ կլինի համտեսման համար, կմիանանք եւ ցույց կտանք։ Արգիրի հեռուստադիտող մեր քալագյոշը կամ վանաճաշը կամ վանախաշը արդեն պատրաստ է եւ մենք կփորձենք իհարկե համի մասին հետո կասենք։ Պարտադիր։ Գնացինք։ Ասեմ, որ նախապես մարալոթի ենք ավելացրել, իհարկե սա Սյունիքին բնորոշ տարբերակ է մարալոթին, Վանում չէին ավելացնում, բայց դե մենք սիրում ենք այսպես հետաքրքիր մատուցելու կարգը։ Ես պապենական եմ ուզում ուտեմ։ Պապենական օգտեր։ Ինչ ասեմ։ Մահա։ Ես ես բնորոշում եմ կտամ, որտեվ շատ համով է։ Դե մի բան գիտեն էլի որ սարթ։ Հա։ Էլեն ջան, շատ շնորհակալ եմ, որ այսօր հյուր եկար։ Մենք էլ մի կոշտ փորով հաց ենք ուտել։ Վանաճաշ կամ վանախաշ ենք ուտելու։ Իրականում կատակը մի կողմ ազգային արմատների պահպանումը եւ դրա գաղափարախոսության տարածումը պետք է լինի հաջորդական սերունդները, ովքեր որ ծնվում են մեզանից, հետո ծնվում են իրենց երեխաներ ու այդպես շարունակ, որովհետև ազգայինը պահպանելու կարիք ունի եւ տարածելու կարիք ունի։ Ավելացնեմ, քեզ էլ եմ շնորհակալ, ավելացնեմ, որ մեծ տարածում է գտել այս ճաշատեսակը ռեստորաններում, որը որ հիանալի է։ Այս վերջին մի 3-4 տարիների ընթացքում գրեթե ամեն երկրորդ ռեստորանում տեսնում եմ մենյուի մեջ այս համեղությունը, այնպես որ գովելի փաստ է։ Բարի, շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ։ Այսօր մենք պատրաստեցինք Վանի խոհանոցից յուրահատուկ վանախաշ, վանաճաշ կամ քալագյոշ տարբերակը, որը իր նրբահամությամբ գերել է բոլորիս։ Շնորհակալ եմ Էլենին այս յուրահատուկ բաղադրատոմսի համար։ Դե ինչ, ձեզ հետ էր Վահե Սեման, հացն ու գինին, տեր կենդանին։ Կհանդիպենք հաջորդ եթերին։